Benvenuto a Roma. Benvenuto. Molto contento di del Vittoriano onorato di essere qui. Նախագահի այցի առաջին հասցեն Իտալիայի կարևորագույն թանգարանն է, նաև միավորված Իտալիայի թիվ 1 խորհրդանիշը։ Աբերժ քաղաքի ամենահայտնի ու ամենահեղինակավոր եւ ամենահնագույն թանգարանային համալիրներից մեկում՝ Վիտորիանոյում։ Նախագահ Սարգսյանը ներկա է Միջին Արևելքի քրիստոնեական համայնքներին նվիրված ֆոտոցուցահանդեսի բացմանը։ 120 լուսանկար 9 երկրից, 265 այցելու, շուրջ 70 դեսպան, կարդինալներ ու Իտալիայի քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ։ Ringrazio la direzione del complesso del Vittoriano per averci dato la possibilità di avere una sede così importante. Մտահոգություն Մերձավոր Արևելքի քրիստոնյաների նրանց մշակութային ժառանգության վերաբերյալ դեսպան Մինասյանի ելույթի թեման է։ Պատմելով այս ցուցահանդեսի մասին, մեր դեսպանն այն բնորոշում էր որպես լուր ճիչ։ Այո, լուր ճիչ։ Շատ դիպուկ է ասված։ Տեխնոլոգիական առաջընթացը չպետք է ծառայի հակամարտկային նպատակների, քաղաքակրթական հնագույն կենտրոններից մեկից նախագահի ուղերձն է ողջ աշխարհին։ Ոչ մի փողաբեր հանածո թանկ չէ խաղաղությունից, ընդհակառակը պետք է ծառայի դրան։ Արդյոք բոլորս ենք հետևողական։ Նախագահի հարցը նաև սթափության կոչ է։ Կարողանում ենք նավթամուղերի խողովակների վրայով նայել եւ հաստատակամ մատնացույց անել բռնապետին, որ ստրկության շղթաներին է գամել իր ողջ ժողովրդին ու ամեն օր արյամբ է սպառնում հարևանին։ Պարտավոր ենք անել ապագա այս օրինակ, բայց ավելի խոշոր ցուցահանդեսներից խուսափելու համար։ Քսաներորդ դարի քրիստոնյա նահատակների, այդ թվում հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն անփոփոխ խորանի մոտ ծաղկե-փսակե Հայաստանի նախագահի անունից շարականը հայկական Լևոնյան բաժանի սաների կատարմամբ է։ Սուրբ Բարտոլոմեոն առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների քույր կարգավիճակի վկաներից է։ Այստեղ են ամփոփված դեռ 9-րդ դարում Հայաստանից բերված հայ եկեղեցու հիմնադիրներից Բարդուղիմեոս առաքյալի մասունքները։ Թող Աստված մեզ բոլորի շնորհավորություն տա, որպեսզի մենք մեր քրիստոնեական արժեքները կարողանանք փոխանցել մեր սերունդներին։ Շնորհակալ եմ։ Գրացի։ Հայաստանի նախագահին սպասում են կաթոլիկ աշխարհի ամենաազդեցիկներից Սանտեջիդիո կրոնական համայնքում 50,000 անդամ 70 երկրում։ Նախագահի նվերը հոգևոր մշակութային բացառիկ նմուշ է, աստվածաշունչ, որը տպագրվել է Վազգեն առաջին կաթողիկոսի օրոք։ Սուրբ Աթոռն ու Հայաստանի Հանրապետությունը նույն կերպ են մտածում։ Աշխարհում բոլոր խնդիրները, ցանկացած հակամարտություն պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Շվեյցարական գվարդիա, արարողակարգի ֆրակ հակած աշխատակիցներ, հատուկ հյուրերին դիմավորելու կարգը պապական նստավայրում անփոփոխ է։ Այստեղ ամեն ինչ վայրկյանների ճշգրտությամբ է, անգամ հյուրերի ընդունելության ժամանակը, սակայն Հայաստանի նախագահի հետ հանդիպումը ժամանակային սահմանափակում չունի։ Նախագահը Սրբազան քահանայապետին պաշտոնապես հրավիրում է 2015-ին այցելել Հայաստան։ Պապը սիրով ընդունում է հրավերը, վստահեցնում Հայաստան գալն իր սրտի ցանկությունն է։ Նախագահ Սարգսյանը Հռոմի պապին հայկական ձեռագործ գորգ է նվիրում եւ Բենեդիկտոս 15-րդ պապի նամակը Մեհմեդ 5-րդ սուլթանին, որը կոչ էր դադարեցնել հայերի կոտորածը։ Թուղթը պատրաստված է ցեղասպանության հուշահամալիրին դրվող ծաղիկներից։ Մեդալյոն խաղաղության հրեշտակի պատկերով Սրբազան քահանայապետի նվերն է հայ ազգին խաղաղության մաղթանքով։ Միջպետական առանձնահատուկ հարաբերությունների վկայությունը Հայաստանի ռեզիդենտ դեսպանության հիմնումներ Սուրբ Աթոռում։ Սրբազան քահանայապետը հայկական պատվիրակությանը դիմավորում ու ճանապարհում է ոչ արարողակարգային ջերմությամբ։
Ամենաերիտասարդ պետքարտուղարը 1929-ից ի վեր երկրորդ մարդը Սուրբ Աթոռի աստիճանակարգում։ Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ նախագահ Սարգսյանը քննարկում է Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին եւ քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները։ Անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին։ Երևանը շնորհակալ է Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար։ Հայ ուխտագնաց Մխիթարի ստեղծած խաչքարը այսուհետ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ է։ Միջնադարյան հայկական հուշարձանը բազմահազար այցելուների ուշադրության կենտրոնում է լինելու։ 1246 թվականի ստեղծված խաչքարը հայտնաբերվել է 17-րդ դարում Սուրբ Պետրոսի հրապարակի մոտ, որտեղ հայ ուխտագնացների կացարան է եղել։ Ուղիղ կապ հայկական իրականության հետ ճարտարապետական ու աշխարհագրական իմաստով։ Այս խաչքարից նաև տեղեկանում ենք, որ Հռոմում գործող հայ համայնքի ղեկավարը եղել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի վանական Ստեփանոսը։ Խաչքարի ներկայիս պատվավոր գրանցումը Սուրբ Աթոռում Մայր Աթոռի ու Սուրբ Աթոռի գործակցության արդյունքն է։ Santità Papa Francesco e Sua Santità Cattolico di tutti gli armeni Caretuni II. Մինչև այցը ընթացքում ու հետո էլ իտալական մամուլի առաջատարները մանրամասն անդրադարձան Սերժ Սարգսյանի վատիկանյան օրակարգին։ Uno sforzo comune dei paesi delle comunità. Pope Francis welcomed the president of Armenia. Ռայի, CTV-ի, Rome Report-ի ռեպորտաժներում ոչ միայն նախագահի ու պապի հանդիպման մանրամասներն էին, այլև հատուկ անդրադարձ Վիկտորիանո թանգարանում բացված ցուցահանդեսին։ Բոլոր տեսանյութերում շեշտվում էր պապին Հայաստան հրավիրելու հանգամանքը։ Հարցազրույցներից առաջինը Corriere della Sera-ինն է։ Վերնագիրը եւ ենթավերնագիրը մեջբերումներ են նախագահի խոսքից։ Ռուսաստանի եւ Արևմուտքի հակամարտության համատեքստում իմ Հայաստանը երրորդ ուղին է մատնանշում։ Սերտ հարաբերություններ ունենք Մոսկվայի հետ, բայց նաեւ փայլուն հարաբերություններ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ։ Իտալացի լրագրողների հարցերին պատասխանելով նախագահն անդրադառնում է օրվա միջազգային թոփ թեմային։ Անկախ հանրաքվեի արդյունքներից այստեղ գլխավորն այն է, որ շոտլանդացի ժողովրդին հնարավորություն տրվեց իրացնելու իր անօտարելի ինքնորոշման իրավունքը։ Չեմ կարող հիացմունքի խոսքեր չարտահայտել Մեծ Բրիտանիայի կառավարության եւ ժողովրդի հասցեին, որոնք խնդրի կարգավորման համար ընտրեցին քաղաքակիրթ պետությանը վայել ժողովրդավարական մեթոդներ։ Թեև ակնհայտ էր, թե որքան դժվար էր դա անելը։ Միաժամանակ միջազգային հանրության տեսակետից այստեղ կարևոր է երևույթն ինքնին։ Խաղաղ ձևով որոշվեց մի ողջ ժողովրդի հետագա կարգավիճակը։ 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ փորձեց խաղաղ ճանապարհով հանրաքվեի միջոցով որոշել իր ապագան, սակայն Ադրբեջանի իշխանությունները նրանց պատասխանեցին Բաքվի եւ Սումգայիթի կոտորածներով, զանգվածային տեղահանություններով եւ ի վերջո պատերազմով։ Ակնհայտ է, որ աստիճանաբար հանրաքվեն դառնում է արդի էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից։ Եվ պատահական չէ, որ 20 տարի անց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը եւս հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու նրա իրավունքն է։ Ծավալուն է հարցազրույցը նաև Վատիկանի ռադիոյին, այն աշխարհի ամենախոշոր ռադիոկայանն է։ Նախագահին մասնավորապես հարցնում են ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդի մասին։ Միջազգային հանրությունից ակնկալում ենք ավելի ակտիվ ներգրավում։ Ցանկանում ենք, որ այս տարի միջազգային հանրությունն իր դիրքորոշումը ավելի հստակ արտահայտի։ Իրերը պետք է իրենց անունով կոչել։ Եթե իրերը իրենց անունով չեն կոչում, հետագայում ունենում ենք բազմաթիվ խնդիրներ։ Խորապես համոզված եմ, եթե միջազգային հանրությունը ճանաչեր եւ համապատասխան գնահատական տար, ապա այսօր Մերձավոր Արևելքում այս ողբերգական իրավիճակը չէր լինի։ Մեր ակնկալիքն այն է, որ թուրքական հասարակությունը եւ պետությունը ի վերջո իրենց մեջ ուժ կգտնեն առերեսվելու իրենց պատմությանը։ Գերակտիվ էր նաև տպագիրու առցանց մամուլը։ Huffington Post Միկելե Բորզոնին լուսանկարում է արևելքի հալածված քրիստոնյաների դրաման։ Corriere della Sera ագրեսիա արևելքի քրիստոնյաների նկատմամբ։ Ասկա եւ կորազիմ գործակալություններ։ Պապն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը։ Վատիկան Ինսայդեր Հայաստանի նախագահը հրավիրում է Պապին 2015-ին հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։ Il Giornale քրիստոնյաների անվերջ կոտորածը։ Internazionale արևելքի հավատացյալը։ L'Osservatore Romano արևելքի առակը։ Մամուլի մոտ 2 տասնյակ հրապարակում, հարցազրույցներ, պաշտոնական այցի մոտ 10 օրակարգային հասցե, 20 ժամ Վատիկանում, որ ավարտվեցին սեպտեմբերի 19-ի երեկոյան։ Իտալական մամուլն ու վերլուծական շրջանները թեմային դեռ շարունակում են անդրադառնալ։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական, Սուրբ Աթոռ, Իտալիա, Երևան։